Բարեկամներ, ողջույն, երեկ հայությունը մի քանի ժամ դիտում էր այսպես կոչված նախընտրական առաջին մեծ բանավեճը, որը պիտի մի շարք հարցերի պատասխաններ տար։ Այո, այն որ Հայաստանում պարլամենտարիզմը որպես այդպիսին տեղ չունի եւ մենք ըստ էության պարլամենտարիզմի երկիր չենք կարող լինել, ես կարծում 16-17 թվականներին եմ ասել եթերում, ռադիո եթերում, բայց երեկվա համայնքական խայտառակությունը դիտելուց հետո եւս պետական համոզվեցի, որ այո, մենք պարլամենտարիզմ չունենք եւ պարլամենտական համակարգում ապրել պարզապես չենք կարող, մենք մեր պետությանը պարլամենտում, լիդերներին նախորդ դարավերջին բառացիորեն գնդակահարել ենք եւ ինչպես ասում էին, պատվիրատուներին ու Չիստկովի մակարդակով չենք բացահայտել։ Ինչ պարլամենտարիզմ ենք խոսում, ես չգիտեմ, բայց համենայն դեպս ընտրությունների են գնում։ Այսպիսով երեկվա մոտ 4 ժամ տևած նախընտրական քաղաքական մեծ բանավեճը պետք է դառնար Հայաստանի վաղվա օրվա մասին խոսելու հարթակ։ Ամենայն դեպս կարծում եմ առողջ մտածելակերպ ունեցող մարդիկ այդպես էին մտածում, այդպես էին ակնկալում, պետք է լիներ գաղափարների մրցակցություն, այո, բախում, բայց ծրագրերի բախում, զարգացման տեսլական եւ այն ինչ մենք տեսանք ավելի շատ հիշեցնում էր երկարաձգված փողոցային բազար, կներեք այս լեքսիկոնի համար, որտեղ աղմուկը բազմապատիկ գերազանցում էր բովանդակությանը, իսկ հիստերիան ասելիքին 4 ժամ, 4 ամբողջ ժամ, որոնց ընթացքում կարելի էր խոսել տնտեսության, կրթության, գիտության, ժողովրդավարության, անվտանգության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաներ, մշակույթ, սպորտ, Հայաստանի քաղաքակրթության հեռանկարների մասին, ինչի մասին ասես 4 ժամում կարելի էր խոսել, բայց այդ ամենը բացակայում էր օրակարգից։ Ապագան, որպես այդպեսին, թվում էր ընդհանրապես դահլիճ չէին էլ հրավիրել, ասում էին երկու քաղաքական ուժ է բացակայել։ Բարեկամներ, ապագան էր բացակա։ Տպավորություն էր, թե քաղաքական ուժերի մի զգալի մաս դեռևս չի հասկացել, որ ընտրությունները պատմության դասագրքի խմբագրման մրցույթ չի։ Երկիրը խնդիր ունի եւ այդ խնդիրները պետք է լուծվեն այսօր։ Քաղաքացին պահանջներ ունի այսօր, իսկ քաղաքական դերակատարները շարունակում են ապրել երեկվա մեջ։ Երեկվա որն է զառամյալ որոշ ներկայացուցիչներ դարերի պահանջ էին անգամ ներկայացնում։ Հասարակությունը եւս դառնում էր կարծես այդ անցյալի գերին։ Բայց ամենազավեշտալին այն էր, որ ադրբեջանական նարատիվների մրցավազք էր սրահում, այնպիսի քանակությամբ ադրբեջանական թեզեր էին բերվում օրակարգ, որ թվում էր, որ բանավեճի սցենարը կազմվել է ոչ թե նախընտրական որևէ շտաբում, այլ ուղարկվել է անմիջապես Բաքվից հաստատման կնիքով հանդերձ։ Իսկ առավել հետաքրքիր էր այն, որ այդ նարատիվների ամենաակտիվ տարածողները նույն եռանդով նաև իշխանություններին էին մեղադրում ադրբեջանական օրակարգ սպասարկելու մեջ։ Դահլիճում երբեմն իրականությունը այնքան էր խեղաթյուրվում, որ արդեն դժվար էր հասկանալ ով ում բարեկամն է եւ ով ում ինչում է մեղադրում։ Իհարկե առանձին թեմա էր որոշ քաղաքական ուժերի ռազմատենչ ոգևորվածությունը, մենք այս թեմայի մասին ենք խոսել։ Այս դարում, այս իրավիճակում կրկին ռազմի մասին խոսել, դա ուղղակի առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Լսելով նրանց տպավորություն էր ստեղծվում, թե ընտրվելու հաջորդ օրը նրանք պատերազմ են հայտարարելու ողջ տարածաշրջանին պատմական արդարությունը վերականգնելու բարձրագույն կարգախոսների ներքո, բայց այս շատ կարևոր նրբություն կա, էլի։ Միայն թե այդ պատմական արդարության գինը, ինչպես սովորաբար լինում է, վճարելու է շարքային ժողովուրդը, ուրիշների երեխաները կարճ ասած, որովհետև ամենից բարձր գոռացողների մեծ մասի զավակները, որպես կանոն, գտնվում են շատ ապահով հեռավոր մի երկրում, գրպաններում էր հաճախ մի քանի երկրի անձնագիր են կրում, երբեմն նաև մի քանի միլիոն դոլարի ֆինանսական հայրենասիրական բարձիկ։ Շատ ցավալի է։ Ցավալի է նաև այն, որ այդ նույն հարթակում կային մարդիկ, որոնք տարիներ շարունակ եղել են այն համակարգի ջատագովները, որոնց դեմ հասարակությունը պայքարել է տարիներով։ Ոմանք նախկին կոալիցիաների մասնակիցներ էին, մյուսները քաղաքական մշակույթի կրողներ, վայ մշակույթի։
Սակայն երեք նրանք հանդես էին գալիս նորահայտ հեղափոխականների կրքով, կարծես քաղաքական կենսագրությունը հնարավոր է ջնջել բարձր տոներով ելույթների միջոցով։ Ցավոք կամ ի ուրախություն այդպես չէ։ Եվ վերջապես բանավեճի ամենաաղմկոտ հատվածներից մեկը։ Որոշ մասնակիցների պահվածքը երբեմն ավելի շատ հիշացնում էր ուժային կառույցների արտահերթ խորհրդակցություն, քան քաղաքական քննարկում, հատկապես մի քանի տիկինների մասնակցությամբ ասենք, մարտական տրամադրվածությունը այնպիսի տպավորություն էր ստեղծում, կարծես կարմիր բերետավորների հատուկ ջոկատայիններ են ներխուժել ստուդիա, գոռոցներ, ընդհատումներ, նյարդկային պոռթկումներ, ցուցադրական վրդովմունք, բարեկամներ, մի փոքր հանգստացեք, քաղաքականությունը դա դեցիբելների մրցույթ չէ, որքան բարձր է ձայնը, այդքան ծանրակշիռ չի դառնում ձեր միտքը, կարծում եմ դա պետք է իմացած լինեիք։ Մանավանդ երբ դարերի պահանջ եք ներկայացնում, կարծում եմ այդ պաթոսի հետ մեկտեղ ձայնը մի փոքր ցածր տոների մեջ պետք է լինի։ Բանավեճի ավարտին, այս տխրահռչակ բանավեճի ավարտին մնաց ամենակարևոր հարցը, իսկ որտեղ էր Հայաստանը։ Որտեղ էր Հայաստանի քաղաքացին։ Որտեղ էր մեր վաղվա օրը, որտեղ պետք է ապրենք բոլորս։ Որտեղ էին բարեկեցության, զարգացման, մրցունակ պետության, կրթված հասարակության, գիտական ու տեխնոլոգիական առաջընթացի մասին պատկերացումները։ Որտեղ էին երեխաների հարցերը, տարեցների խնդիրները։ Որտեղ էին կարիքավորների մասին հարցադրումները։ Պատասխանը ցավոք շատ պարզ է։ Նրանք կորել էին փոխադարձ մեղադրանքների, հին հաշիվների, քաղաքական վենդետաների ու հիստերիայի անվերջ աղմուկի մեջ, կորել էին։ Այնպես որ ընտրատեղամաս գնացող քաղաքացին պետք է ընտրի ոչ թե անցյալի ուրվականները կամ ինչ-որ խոստումներ, այլ Հայաստանի վաղվա օրը, ինչ երկրում ենք մենք ցանկանում ապրել։ Անցյալը կարևոր է հասկանալու համար, դասեր քաղելու համար, բայց շատ վտանգավոր է, երբ այն վերածվում է, այսպես ասած, հատուկ ծրագրի, հատկապես այն անցյալը, որի բեռից ու արատավոր համակարգերից ազատագրվելու համար հասարակությունը տարիներ շարունակ պայքարել է եւ որի հետևանքները մինչեւ այսօր փորձում է հաղթահարել։ Վաղվա Հայաստանը չի կառուցվելու երեկվա սխալների վերարտադրությամբ, այլ սթափությամբ, պատասխանատվությամբ եւ ապագային նայելու կարողությամբ է կառուցված լինելու։ Եվ դուք հարգելի բարեկամներ, ուզում եմ մի պարզ հարց տակ ձեզ։ Դուք ուզում եք, որ երեկվա բանավեճ կոչվածը եւս 5 տարի շարունակվի ազգային ժողովում։ Պարզ հարց, ուզում եք։ Եթե ոչ, ուրեմն մտածեք այդ ուղղությամբ։